Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս ծրագրի ընթացքում դիտեք. Շարունակում ենք խաղաղության օրակարգը, շարունակում ենք աշխատել։ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու մի քանի առաջարկ Երևանից, 0 արձագանք Բաքվից։ Հայտարարությունները նոր են արվել, գիտեք, որ անմիջապես բարդ էր պատկերացնել ակտիվ գործողություններ։ Պլանավորում են այդ հանրաքվեն իրականացնել 2027 թվականին, կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ։ Սահմանադրական հանրաքվեն չի կարող անցկացվել խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ, սահմանադրագետը Փաշինյանին հիշեցնում է արգելքը։ Դրանք տարբեր ինստիտուտներ են, տարբեր նպատակներ են հետապնդում։ Սպանություն էջմիածնում սկանդալի կենտրոնում կրկին քաղաքապետն է իր ընտանիքով։ Չնայած 1000-ից ավելի ձերբակալություններին Ստամբուլի քաղաքապետի կալանավորման դեմ բողոքի ակցիաները չեն մարում։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մի սեղանի շուրջ այս տարի արդեն երկրորդ անգամ են հավաքվում, ինչ պայմանավորվածությունների սպասել Ուկրաինայի հարցով։ We're very unprofessional, losing the ball. Ներողության թե հրաժարականի արժանի պարտությունների շղթա։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը առաջինով է սահմանափակվում։ Երկրպագուները նրա հեռացման հարցն են դնում։ Ներողություն եմ խնդրել հանրությունից այս արդյունքների համար։ Մինչ խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու Երևանի բազմաթիվ առաջարկներին Բաքվից արձագանք չկա, արտաքին դիվանագիտական գերատեսչությունում չեն բացառում, որ Ադրբեջանը կարող է անգամ համաձայնեցված դրույթներից դուրս պահանջներ ներկայացնել։ Փոխարտգործնախարարն օրինակ վստահ չէ, որ Ադրբեջանը հիմա էլ չի պահանջի եվրոպացի դիտորդների հեռացում ոչ միայն սահմանից, այլև Հայաստանից ընդհանրապես։ Համաձայնությունը ըստ հայաստանցի պաշտոնյաների սահմանի երկայնքով երրորդ ուժեր չտեղակայելու շուրջ է եղել։ Խաղաղության պայմանագրի համաձայնեցումից 10 օր անց պաշտոնական Երևանը հայտարարում է, Բաքուն չի արձագանքել բանակցված փաստաթուղթը ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությանը։ Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը սակայն ստեղծված իրավիճակը փակուղային չորակեց։ Ցավոք անցյալից էլ պետք է ասեմ, միշտ որ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել է բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում էր երկու քայլ հետ եւ այլն։ Հայտարարեցինք, որ պատրաստ ենք այժմ քննարկել ստորագրման շուրջ կապված բոլոր գործընթացները։ Այդ հայտարարությանը դեռևս չկար արձագանք, սակայն հայտարարությունները նոր են արվել, գիտեք, որ անմիջապես բարդ էր պատկերացնել ակտիվ գործողություններ, շարունակում ենք խաղաղության օրակարգը, շարունակում ենք աշխատել մեր գործընկերների հետ միջազգային ասպարեզում այդ ուղղությամբ։ Ավելի քան 2 տարի բանակցված փաստաթուղթը կողմերը համաձայնեցրին, երբ Երևանը որոշեց ընդունել 2 չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Բաքվի առաջարկները։ Դրանցից մեկը հայ-ադրբեջանական սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայելու մասինն է, մյուսը միջազգային ատյաններից հայցերը հետ կանչելու։ Մինչ Հայաստանից ամենաբարձր մակարդակով գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում են փաստաթուղթը ստորագրելու պատրաստակամությունից, Բաքուն նախքան այդ պարտադիր է համարում Հայաստանի սահմանադրության փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Վերջին 10 օրերին Երևանին նաև մեղադրում էր հրադադարի ռեժիմը խախտելու համար։ Ադրբեջանի հետ խաղաղության փաստաթղթի ստորագրմանը պատրաստ Երևանում պաշտոնյաները ընդունում են, Բաքվի գործելավոճը չի փոխվում։ Հիմա իհարկե ունենք շատ կարևոր գործիք, դա դիտորդներն են, որոնք արձագանքեցինք, տեսակ թե այս դեպքում թե նախկինում, եւ միջազգային հանրությունը լավ գիտակցում է, որ նման կեղծ հայտարարությունները չեն նպաստում որևէ դերական գործընթացին։ Եվրամիության դիտորդական առաքելության մանդատը հունվարի վերջին երկարաձգվեց եւս 2 տարով։ Առաքելության տեղակայումից ի վեր Ադրբեջանը մշտապես դժգոհել է նրանց ներկայությունից։ Հարցը դարձրել նաեւ բանակցությունների առարկա, պահանջելով հեռացնել դիտորդներին։ Վարչապետ Փաշինյանը որպես փողզիչումային լուծում առաջարկում էր նրանց հանել նախ սահմանազատված հատվածներից։ Բաքուն չհամաձայնեց։ Եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի, հայ-ադրբեջանական սահմանին դիտորդներ չեն լինի։
կլինի։ Պարյուր Հովհաննիսյանն այսօր նշեց, այդ դեպքում Եվրամիության հետ կքննարկեն դիտորդների նոր մանդատի հարցը։ Պարտադիր չէ միայն սահմանափակվել սահմանագծով։ Այնտեղ մանդատում կա նաև այդ վստահության միջոցառումների ստեղծումը։ Այնտեղ անելիքներ եւ Երևանի եւ Բաքվի եւ նաև տարբեր շրջաններում կայունության նպաստմանը։ Կարծում եմ անգամ ապագայում ամենադրական սցենարի դեպքում կկարողանան գտնել ճիշտ մոդել, որպեսզի եվրոպացի դիտորդների հետ շարունակենք։ Համաձայնեցված փաստաթուղթը մինչ այժմ հրապարակված չէ։ Իշխանականների փոխանցմամբ տեքստում նշված է, թե կողմերը համաձայնել են իրենց ընդհանուր սահմանին երրորդ երկրի ուժեր չտեղակայել։ Հայկական կողմը վստահություն ունի, որ Բաքուն չի պահանջի նրանց Հայաստանից առհասարակ հեռացնել։ Արտգործնախարարության պաշտոնյան նման սցենարը ըստ էության չբացառեց։ Գիտեք, այժմ ոչ մի բանի մեջ երևի ասես լիարժեք վստահություն չեն կարող ունենանք, բայց եթե մենք խոսում ենք երրորդ կողմի ուժերի մասին, արդյոք եվրոպական դիտորդները հանդիսանում են ուժ։ Սա դիտորդական առաքելություն է։ Այսինքն տրամադրությունը հուշում է, որ չպետք է լինեն նման պահանջներ, բայց իհարկե վստահ լինելու մասին շատ բարդ է ասել։ Ինչ վերաբերում է Բաքվի նախապայմաններին, ապա այդ հարցում էլ Երևանից լուծումներ առաջարկում են։ Օրինակ, երկու երկրները իրենց սահմանադրություններն ուղարկեն Վենետիկի հանձնաժողով փորձաքննության, որ պարզեն միմյանց նկատմամբ տարածքային պահանջների հարցը։ Երևանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարմանն է պատրաստ։ Իսկ դա կանեն մինչ պայմանագրի ստորագրումը։ Փոխնախարարն այսօր ասաց մեջբերեմ, Երևանը պատրաստ է քննարկել ցանկացած առաջարկ։ Չնայած փաստաթղթի ստորագրման հարցում չկա տեղաշարժ, արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում նրա ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան բարձր է գնահատում Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման գործընթացում գրանցված առաջընթացը։ Զրույցը տեղի է ունեցել այսօր։ Ռուսական կողմի համաձայն երկու պաշտոնյաները քննարկել են երկկողմ տարածաշրջանային եւ գլոբալ օրակարգին վերաբերող հարցեր։ Անդրադարձել առաջիկա միջպետական շփումների ժամանակացույցին ու բովանդակությանը։ Երևանից փոխանցեցին զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև քաղաքական երկխոսությունը տարբեր մակարդակներում։ Վերջին 4 օրվա ընթացքում սա Լավրովի եւ Միրզոյանի երկրորդ հեռախոսազրույցն է։ Դրանց նախորդել էին Մոսկվայում ռուս-հայկական քաղաքական խորհրդակցությունները 2021-ից ի վեր առաջինը։ Հայաստան է ժամանել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Երևանն ու Թեհրանը երկկողմ եւ տարածաշրջանային հարցեր կքննարկեն այս այցի ընթացքում։ Իրանի արտգործնախարարը կհանդիպի նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայկական կողմը փոխանցում է, որ Արաղչին Հայաստան է ժամանում մեկօրյա այցով։ Սա արտգործնախարարի պաշտոնում նրա առաջին այցն է Հայաստան։ Պաշտոնական Թեհրանը տևական ժամանակ պաշտպանում է Երևանի դիրքորոշումը տարածաշրջանի ապաշրջափակման հարցում եւ Ադրբեջանից հնչող սպառնալիքների ֆոնին պնդում միջազգային ճանաչված սահմանների փոփոխություն թույլ չի տա։ Խաղաղության համաձայնեցված պայմանագրի տակ իր ստորագրությունը դնելու համար Բաքուն նախապայմաններ ունի։ Առաջինը Հայաստանի սահմանադրության փոփոխությունը։ Իր վերջին հարցազրույցում վարչապետ Փաշինյանը հանրաքվեի ժամկետներից է խոսել կամ 27-ին կամ 26-ին խորհրդարանական ընտրությունների հետ միասին։ Իշխանության ընդդիմախոսները հիշեցնում են հանրաքվեն ու համապետական ընտրությունները համատեղելու օրենսդրական արգելքի մասին։ Արդյոք իշխանությունում չգիտեն դրա մասին, արդյոք կգնան օրենքի փոխելու ճանապարհով, օրենքի փոփոխության։ Կամ ինչու է իշխանությունը շտապում, եթե հերքում է մեղադրանքները, թե սահմանադրությունը Բաքվի պահանջով է փոխում։ Վարչապետ Փաշինյանի թիմում կարծիքներ կան, որ չսպասեն 2027 թվականին նոր սահմանադրության հանրաքվեն ավելի մոտեցնեն, մյուս տարի խորհրդարանական ընտրությունների հետ էլ անցկացնեն։ Փաշինյանը թիմակիցների կարծիքները հրապարակեց հանրային հեռուստաընկերությանը տված վերջին հարցազրույցում։ Եվ մենք պլանավորում ենք այդ հանրաքվեն նոր սահմանադրության ընդունման իրականացնել 2027 թվականին, չնայած էդ էլ պիտի ասեմ, որ կան այդ թվում քաղաքական թիմում ձայներ, կարծիքներ, որ ինչու ենք մենք հետաձգում այդ գործողությունը, գուցե դա պետք է անել
2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների հետ զուգահեռ եւ համատեղ Հանրաքվեի մասին օրենքով արգելվում է, որ այն անցկացվի ազգային ժողովի ընտրությունների օրը, բայց օրենքի արգելքին Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չանդրադարձավ, ոչ էլ ասաց ինքը որ տարբերակին է կողմնակից, ավելի շուտ անցկացնելու նպատակը ըստ նրա ավելի քաղաքական օրակարգ ունենալն է, որը ավելի օրակարգը կդարձնի կոնկրետ քաղաքական. Good morning, ladies and gentlemen. Նոր սահմանադրությունը Բաքվի պահանջներից մեկն է։ Խաղաղության պայմանագիրը կստորագրեն, եթե Հայաստանը փոխի մայր օրենքը։ Մյուս պահանջը ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումն է, ինչի ուղղությամբ Փաշինյանը խոստացավ առաջիկայում քննարկումներ սկսել։ Մինչև խաղաղության պայմանագրի տեքստին Հայաստանի համաձայնությունը, կառավարությունը սահմանադրությունը փոխելու ժամկետը սահմանել էր 2027 թվականը։ Եթե իշխող ուժին պետք լինի 2026-ին անցկացնել, օրենքը կփոխեն, ինչի համար անհրաժեշտ ձայները խորհրդարանում ունեն, ասում է սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ու բացատրում, թե ինչու են այդ արգելքը ժամանակին սահմանել, որ երկու ընտրությունները նույն օրը չլինեն։ Որպեսզի այդ ամեն մի ինստիտուտ իր նպատակին ծառայի, հանրաքվեն կոնկրետ հարցին լուսավորված պատասխան կարողանա ստանա բնակչության կողմից, իսկ պարլամենտի պարագայում ընտրությունները լինեն կուսակցությունների ներկայացրած ծրագրերի շուրջը, դրանք իրարից տարանջատվել են մեր սահմանադրական օրենքով։ Հանրաքվեն ու համապետական ընտրությունները տարբեր ինստիտուտներ են միախառնելու դեպքում պարզ չի լինի քաղաքացիների իրական դիրքորոշումը հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ, բացատրում է սահմանադրության համահեղինակն ու որպես օրինակ նշում Փաշինյանի քարոզչական տեխնոլոգիայի մասին։ Ես արդեն ասացի, չէ, որ դրանք տարբեր ինստիտուտներ են, տարբեր նպատակներ են հետապնդում։ Հիմա Փաշինյանը այդ երկուսը իրար հետ համատեղելով, փորձելով ստեղծել երկրում այնպիսի մթնոլորտ, որ մենք ամեն ինչ անում ենք, որ նախկինների իշխանության չգան, նախկինների գողացածը վերադարձնենք եւ այլն, եւ քանի որ նաեւ ինքը քարոզչություն է անելու այդ նոր սահմանադրության օգտին, երևի դրանով հույս ունի, որ բնակչությունը, որ մարդիկ կքվեարկեն այդ հանրաքվեի օգտին։ Բաքուն բողոքում է սահմանադրության նախաբանից, որտեղ հղում կա անկախության հռչակագրին։ Այստեղ էլ հիշատակվում է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորման մասին։ Սա համարում են տարածքային նկրտում ու պահանջում, որ նոր սահմանադրությունից հանվի հղումը։ Չնայած Հայաստանի կառավարության պնդումներին, թե տարածքային նկրտումներ չունեն, Ալիևը չի նահանջում։ Արդյոք խմբակցությունում հանրաքվեն ավելի շուտ անցկացնելու կարծիքները գերակշռող են, կամ այս առաջարկները արդեն խմորվում են։ Փաշինյանը սրան չանդրադարձավ։ Առանց մանրամասնի քննարկման, առանց լայն շրջանակների չի կարելի որևէ սահմանադրության փոփոխություն անել։ Քաղաքացիական պայմանագրի падգամավորներից Սերգեյ Բագրատյանը դեմ է, որ սահմանադրության նախագիծը հրատապ քվեարկության դնեն, կողմ է, որ հանրային լայն քննարկման արժանանա։ Падգամավորի կարծիքով քաղաքացիները քվեարկության գնալիս պետք է գաղափար ունենան բովանդակության ու կարևոր կետերի մասին։ Դա չի կարող կարճ տևել, դա երկարատև process է եւ կարծում եմ դա 26 թվականից հետո պետք է նախաձեռնել։ Սահմանադրական հանրաքվեն ու ազգային ժողովի ընտրությունները համատեղ անցկացնելու փորձ եղել է 2003 թվականին, հանրաքվեն տապալվել է։ Ժողովուրդը միասնական կամքով աշխատի։ Վաղար շաբաթ տեղափոխվենք։ Շաբաթ օրը քաղաքապետի Սկեսրայրի լցակայանում սպանության դեպքից հետո իշխանության ընդդիմախոսները ահազանգում են կրիմինալ բարքերով հայտնի քաղաքում իրավիճակը չի փոխվել։ Պարբերաբար իր ու ընտանիքի պատճառով սկանդալի կենտրոնում հայտնվող ՔՊ-ական քաղաքապետը մինչև այս պահը լուռ է։ Պատճառաբանությունն էլ այն է, թե քաղաքից բացակայել է։ Վաղար շաբաթի ՔՊ-ական քաղաքապետի Սկեսրայրին պատկանող գազալցակայանում շաբաթ օրը տեղի ունեցած սպանության գործով արդեն մեկ մեղադրյալ կա, թե ով է նա քննչական կոմիտեն չի մանրամասնում։ Ազատությանը միայն փոխանցեցին, որ մեկ հոգու նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել սպանության եւ ապօրինի կերպով զենք կրելու հոդվածներով։ Իրավապահները չեն հայտնում նաեւ, թե արդյոք մեղադրյալին գտելու ձերբակալել են։ Քաղաքապետ Դիանա Գասպարյանն ու ամուսինը ՔՊ-ական ավագանու անդամ Մարամայիս Միրզոյանը մինչև հիմա լուռ են։ Միրզոյանը զանգերի չի պատասխանում, քաղաքապետն էլ ընդամենը խոսնակի միջոցով փոխանցեց, երկրում չէր, տեղեկություններ չունի։ Վաղար շաբաթի փողոցներում փակցված սև ժապավենին 35 տարեկան սպանվածի անունն է Արթուր։ Ներքին գործերի նախարարությունը հաղորդել էր, որ այստեղ տեղի է ունեցել վիճաբանություն, կրակոցներ են արձակվել եւ հիվանդանոց էր տեղափոխվել 35-ամյա Արթուր Պարոնյանը, որը հիվանդանոցում գիտակցության չէր եկել եւ մահացել էր։ Մահացողը Էջմիածնի քաղաքացի է, լավ մարդ է, ցավակցում եմ իր ընտանիքին,
շատ դաժանավոր նման իրականության ենք հասել։ Հետքի տեղեկություններով սպանություն կատարելու մեջ կասկածվում է 33-ամյա Ճապ մականունով տղամարդը։ Էլի Էջմիածնի քաղաքացի է։ Ինչքանով է փոխկապակցված է ամեն ինչի հետ, դրա մասին թող արդեն ես չէ որ պետք է ասեմ, էլի։ Հետքի աղբյուրների փոխանցմամբ սպանված Արթուր Պարոնյանը մի քանի ամիս առաջ վիճել է Դիանա Գասպարյանի ամուսնու Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի հետ, ինչն էլ նրա մոտ խորը հետքեր է թողել։ Թե ինչ թեմայի շուրջ են վիճել սպանվածն ու ԿՊԱ-ական ավագանու անդամ Արամայիս Միրզոյանը եւ ինչ կապ ունի արդյոք Ճապ մականունով տղամարդը Կարեն Բադալյանը ԿՊԱ-ական քաղաքապետի ընտանիքի հետ, պարզ չէ։ Քննչականն էլ չի մանրամասնում, արդյոք մեղադրյալը հենց նա է, Կարեն Բադալյանը։ Երբ որ մենք ասում ենք սենց է վիճակը ու նույն բարքերն է հետ գալու, մարդկանց թվում էր թե դա մեր քաղաքական շահի համար ենք ասում, բայց այսօր փաստ, երբ որ Էջմիածնում դուք էլ շրջում եք, տեսնում եք, նույն բանն է, նույն իրականությունն է ու իրականություն չի փոխվել։ Մինչ Էջմիածնի ավագանուն դիմադիր հայրենատեր խմբակցության անդամ Ջիվան Աբրահամյանը մտահոգված է կատարվածով, ԿՊԱ-ական քաղաքապետը հարցազրույց տալ չցանկացավ։ Մեր հարցին էլ Հայաստան վերադառնալուց հետո չի հետաքրքրվել ընտանիքի անդամներից տեղի ունեցածի մասին, խոսնակը կրկնեց, դեպքի մասին մանրամասներ չգիտի։ Դիանա Գասպարյանի ընտանիքին պատկանող գազալցակայանը գտնվում է Վաղարշապատին մոտ Արտիմեդ գյուղի սկզբում։ Շաբաթ օրվանից այն չի աշխատում, մուտքը ոստիկանական ժապավենով փակ է։ Ազատության այցելության պահին ներսում աշխատողներ կային, որոնք չցանկացան հարցազրույց տալ, բայց ասացին ոչնչից տեղյակ չեն, դեպքը գիշերն է եղել, իրենք էլ տանը։ Տարածքում էր նաև մի ավտոմեքենա, որը դեպքի օրից այստեղ է։ Արդյոք գազալցակայանի տիրոջ ավտոմեքենան է, պարզ չէ։ Ազատությունը դեռ փետրվարին էր պարզել, որ Դիանա Գասպարյանը 13.6 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել Սկեսրայրի անհատ ձեռնարկատեր Աշոտ Միրզոյանի հետ այս գազալցականից համայնքի համար սեղմված բնական գազ գնելու համար։ Այս գործարքը Գասպարյանի դեմ վարույթի հարուցման պատճառ է դարձել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այժմ քննում է այն, ու եթե խախտում հայտնաբերի, Վաղարշապատի քաղաքապետին կտուգանի ընդամենը 300,000 դրամով։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Չնայած 1000-ից ավելի ձերբակալություններին Ստամբուլի քաղաքապետի կալանավորման դեմ բողոքի ակցիաները չեն մարում։ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մի սեղանի շուրջ այս տարի արդեն երկրորդ անգամ են հավաքվում, ինչ պայմանավորվածությունների սպասել Ուկրաինայի հարցով։ We're very unprofessional, losing the ball. Ներողության թե հրաժարականի արժանի պարտությունների շղթա։ Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարը առաջինով է սահմանափակվում։ Երկրպագուները նրա հեռացման հարցն են դնում։ Ներողություն եմ խնդրում հանրությունից այս արդյունքների համար։ Հայաստան դեռ կվերադառնանք, հիմա միջազգային ու տարածաշրջանային լուրերին անդրադառնանք։ Թուրքիայում Էրդողանի պոտենցիալ մրցակից կոռուպցիայի եւ ահաբեկիչների հետ համագործակցելու մեղադրանքներով կալանավորված Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո կրքերը չեն հանդարտվում։ Չնայած իշխանության արգելքին բողոքի ակցիաները շարունակվում են, ընդդիմության արտահերթ նախագահական ընտրության պահանջ է դնում, հայտարարելով իրենց թեկնածուն հենց Իմամօղլուն է։ Թուրքիայի նախագահի գլխավոր մրցակցի Էքրեմ Իմամօղլուի բանտում հայտնվելը դարձավ այդ երկրում վերջին տասնամյակի ամենամեծ բողոքի ցույցերի պատճառը։ 6-րդ օրն է իրադրությունը չի հանդարտվում։ Ոստիկանությունն արցունքաբեր գազ է օգտագործում ջրի շիթերուղում հազարավոր ցուցարարների ուղղությամբ։ Պղպեղի սփրեյն է տարածում աչու ձախ Ռոյթերի կադրերում դերվիշի հագուստով ցուցարարն է տուժում դրանից։ Բողոքավորներից 1133 հոգու ոստիկանությունը ձերբակալել է։ 10 լրագրողներ են այսօր առավոտյան տներից տարվել։ Թուրքիայի լրագրողների միությունը հայտարարել է, նրանք լուսաբանում էին բողոքի ցույցերը։ Երկրի ներքին գործերի նախարարը հայտնել է 123 ոստիկան է տուժել բախումների ժամանակ։ Հանգստյան օրերին մթնոլորտը էլ ավելի շիկացավ։ Կիրակի օրը կալանավորվեց դեռ մարտի 19-ին կոռուպցիոն ու ահաբեկչական կապերի համար ձերբակալված Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը։ Նրան նաև պաշտոնից հեռացրին, իսկ նրա կուսակցությունը ամենախոշոր ընդդիմադիր ուժը Ժողովրդահանրապետականը նույն օրը նախնական հարցումների միջոցով հենց Իմամօղլուին առաջադրեց որպես նախագահի թեկնածուի, որ հենց նա էր թեկնածուն, գաղտնիք չէր, նրա համախոհները վստահ են, մեղադրանքները կեղծ են, ազդեցիկ գործ չին, նախագահ Էրդողանն
Ռուսաստանն ուզում է չեզոքացնել։ Բարիս Սելիլը քաղաքապետարանում է աշխատում, վստահ է Իմամօղլուի կալանքը թափ է հաղորդելու ընդդիմադիր պայքարին։ Ստամբուլում կուսակցական պրայմերիզի ժամանակ մեծ հերթեր էին կալանավորված գործչին ձայն տալու համար։ Իհարկե նրան հատուկ են կալանավորել, ընտրությունների ժամկետը մոտենում է, դիպման պարեցին, իշխանությունը վախեցած է, չգիտեն ինչ անել, իսկ այս քայլով նրանք իրենց իսկ ոտքին կրակեցին, դեռ չեն գիտակցում։ Իմամօղլուն վերցրել է Ստամբուլը, իսկ ով Ստամբուլը գրավում է Թուրքիան, միշտ է այդպես եղել։ Այս մեղադրանքների նպատակը Իմամօղլուին թուլացնելն է, նրան հաղթելը։ Ընդդիմադիր ժողովրդահանրապետականի առաջնորդը երեկ երեկոյան ասել է ավելի քան 15 միլիոն մարդ է քվեարկել Ստամբուլում։ Ստամբուլի քաղաքապետին Սիլիվրի բանտ ուղարկել այն պահին, երբ Թուրքիան պատրաստվում էր նախնական ընտրության փուլում նրա օգտին քվեարկել։ Թուրքիայի նախագահը սրանով ձեռնոց է նետում ոչ միայն Իմամօղլուին, այլև միլիոնավոր մարդկանց։ Սա հեղաշրջման փորձ է։ Milyonlara meydan okumuş, darbe yapmaya kalkmıştır. Ընդդիմադիր առաջնորդն Էրդողանից պահանջում է 2028-ին չսպասել արտահերթ ընտրություններ անցկացնել եւ մրցապայքարի մեջ մտնել Իմամօղլուի հետ։ Թուրքիայի առաջնորդը նահանջի նշաններ ցույց չի տալիս։ Ռամադանի ընթրիքից հետո ելույթ է ունեցել շեշտել քաոս թույլ չեն տալու։ Ameliyat yapılmasına Մենք անշուշտ թույլ չենք տա, որ ժողովրդահանրապետականն ու նրա կամակատարները սադրանքներով խաթարեն հասարակական կարգը։ Չենք հանդուրժի վիրաբուժական միջամտություններ Թուրքիայում։ Չենք հանդուրժի, որ 85 միլիոն մարդկանց միջև տարաձայնությունների պատեր առաջանան։ Türk milleti adına kararını versin. Կալանավորված ընդդիմադիրը բանտից ողջունել է իր աջակիցներին, տասնյակ միլիոնավոր մարդիկ, որ տառապում են իշխանական ճնշումներից, ապօրինություններից, քվեարկեցին ու Էրդողանին ասացին բավական է, գրել է Իմամօղլուն X-ի իր էջում։ Թուրքիայի ընդդիմադիրները կասկած չունեն, նա նախագահական ճանապարհին է։ Նրա աջակցությունն ավելի է մեծանալու, բանտախցում նստելու փոխարեն նա գնում է նախագահական ճանապարհով։ Ինչու է աջակցությունը մեծանալու, որովհետև այդ մարդը հանցագործ չէ։ Գիտեք, նախկինում Էրդողանն էլ է բանտ նստել 3 ամսով, Իմամօղլուն այդ ճամփին է։ Չեմ հավատում, որ Թուրքիայում արդարություն կա, չկա այդպիսի բան։ Չեմ հավատում, նույնիսկ երկրից գնալու մասին եմ մտածում։ Այստեղ չեմ ուզում ապրել։ Հրաշալի երկիր ունենք, բայց մարդիկ կործանում են այն։ Թուրքիայի իշխանությունը պնդում է քաղաքականության մասին, խոսք չկա Իմամօղլուին կդատեն իրենց ձևակերպմամբ անկախ արդար դատարանում։ Իշխանական լրատվամիջոցներն այսօր նաև տեսանյութեր են տարածել, թե ցուցարարներն աղտոտում են տարածքը, վնասներ կան նույնիսկ։ Ստամբուլի Սարաչխանեի շրջանի ղեկավարն է շրջել հավաքի անցկացման վայրում, հարակից մզկիթում ու գերեզմանոցում։ Պնդում են, թե շիրմաքարեր են վնասել, միզել մզկիթում ու էլի բաներ։ Էլ-Ռիադում ժամեր շարունակ ընթանում է Ուկրաինայում հրադադարի հաստատման հարցով ամերիկյան եւ ռուսական պատվիրակությունների հանդիպումը։ Միացյալ Նահանգները Մոսկվայի եւ Կիևի հետ առանձին բանակցություններ է անցկացնում, ինչ է հայտնի օրակարգից։ Ուկրաինայում պատերազմը ավարտելու նպատակով Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը Սաուդյան Արաբիայում այս տարի արդեն երկրորդ հանդիպումն են անցկացնում։ Այսօրվա հանդիպման գլխավոր հարցը Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովումն է։ Reuters-ի փոխանցմամբ քննարկվում է նաև էներգետիկ օբյեկտներին 30 օր չհարվածելու ամերիկյան առաջարկը։ Ամերիկյան կողմը ներկայացնում են Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ավագ տնօրեն Էնդրյու Փիքը եւ պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը, իսկ ռուսականը Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը եւ անվտանգության դաշնային ծառայության տնօրենի խորհրդական Սերգեյ Բեսեդան։ Ընդմիջմանը Կարասինն ասել է, որ արդիական հարցերի շուրջ հետաքրքիր քննարկում է ծավալվել, կողմերին հաջողվում է հասկանալ միմյանց տեսակետերը։ Կրեմլի խոսնակն իր հերթին ասել է, որ քննարկվել է 2022 թվականին ստորագրված Սևծովյան նախաձեռնության հարցը, որը նախատեսում է Սևծովի նավահանգիստներով ուկրաինական հացահատիկի եւ պարենի արտահանման համար անվտանգ միջանցքի ստեղծում։ Դա նախագահ Թրամփի առաջարկն էր եւ նախագահ Պուտինը տվել է իր համաձայնությունը։ Հենց այս մանդատով է մեր պատվիրակությունը գնացել է Ռիադ։
Ռուս-ամերիկյան հանդիպմանը երեկ էլ Ռիադում նախորդել են Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի ներկայացուցիչների բանակցությունները։ Քննարկվել են Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև ժամանակավոր հրադադարի հարցն ու Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներն ու այլ կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու հնարավոր ուղիները։ Ուկրաինական պատվիրակության ղեկավար պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը երեք հանդիպումից հետո սոցցանցում գրել էր, որ այն արդյունավետ է անցել, անդրադարձել են հիմնական կետերին, ներառյալ էներգետիկ ենթակառուցվածքների հարցին։ Ուկրաինայի նախագահն իր հերթին երեկվա բանակցությունները կառուցողական եւ օգտակար է որակել, նշելով սակայն, որ անկախ ամեն ինչից անհրաժեշտ է, որ Ռուսաստանի նախագահը կրակը դադարեցնելու իրական հրաման տա։ Ով սկսել է այս պատերազմը, նա էլ պետք է դադարեցնի այն, ասել է Վլադիմիր Զելենսկին։ Ուկրաինայի նախագահի խորհրդական Սերգեյ Լեշչենկոն արդեն այսօր տեղեկացրել է, որ քննարկվել են Սև ծովում հրադադարի հաստատման հնարավորությունն ու այս ռեժիմում նավահանգիստներն ու գետերի ենթակառուցվածքները ներառելու հարցը։ Քննարկումը վերաբերում էր երկկողմ հրադադարին, մենք չենք հարձակվում նրանց օբյեկտների վրա ծովում, այդ թվում գետերի վրա, նրանք չեն հարձակվում մեր օբյեկտների վրա Խերսոնի, Նիկոլաևի եւ Մեծ Օդեսայի նավահանգիստների վրա։ Արևմտյան լրատվամիջոցները իրենց աղբյուրներին հղումով տեղեկացնում են, որ ռուս-ամերիկյան հանդիպումից հետո Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունները այսօր եւս մեկ հանդիպում կանցկացնեն, քննարկելու հրադադարի շուրջ 3 համաձայնեցված կետերը։ Բլումբերգը հղումանելով իր աղբյուրներին գրում է, թե ԱՄՆ վարչակազմը հուսով է, որ Ուկրաինայում լիակատար հրադադարի համաձայնության կկարողանան հասնել մինչև ապրիլի 20-ը։ Ռիադում հանդիպումից առաջ Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածել միմյանց։ Ուկրաինան հաղորդել է, որ շաբաթ գիշեր ռուսական անօդաչուների հարվածից Կիևում 3 մարդ է սպանվել։ Այսօր էլ Սումիում ռուսական հրթիռի հարվածից առնվազն 74 մարդ է վիրավորվել։ Ըստ ռուսական կողմի ուկրաինական անօդաչուները եւս հարվածել են Ռուսաստանի տարածքին։ Մինչ այդ ուկրաինացի պաշտոնյաները իրենց զայրույթն են արտահայտում նախագահ Թրամփի հատուկ բանագնացի հայտարարությունների կապակցությամբ։ Սթիվ Ուիտքոֆը իշխանաբեդ հայացքներով հայտնի լրագրող Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցում ասել էր, թե Ուկրաինայի օկուպացված տարածքներում անցկացված հանրաքվեները վկայում են, որ այնտեղ ապրողների ճնշող մեծամասնությունը ցանկանում է լինել Ռուսաստանի տիրապետության տակ։ Ուկրաինայի Գերագույն ռադայի падգամավոր Ալեքսանդր Միրեշկոն Ազատության ուկրաինական ծառայությանն ասել է, որ ամերիկացի պաշտոնյան պարզապես ամոթալի ու ցնցող բաներ է ասել, եւ հասկանալի չէ դա անտեղյակության թե ոչ պրոֆեսիոնալիզմի հետևանք է։ Ի վերջո խոսքը նախագահի բանագնացի մասին է, որն այս հարցում պետք է պրոֆեսիոնալ լինի ու որոշ տարրական բաներ իմանա։ Այսինքն ակնհայտ բաներ։ Իսկ նա դա չգիտի, նա կրկնում է ռուսական քարոզչությունը։ Եվ ինձ մոտ հարց է ծագում. ով է նա։ Թրամփի բանագնացն է, գուցե Պուտինի։ Ուկրաինական տարածքներին անդրադարձել էր նաև նախագահ Թրամփը, ով նշել էր, թե ապագա խաղաղության պայմանագրի շրջանակում պետք է լուծվի դրանց բաժանման հարցը։ Ռուսական կոմերսանտը այնուհետև գրել էր, որ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության համագումարի փակ մասում հայտարարել է. բանակցություններում խոսքն այն մասին է, որ Ռուսաստանի ձեռք բերածը չի կարող ետ վերցվել եւ հարկ է Ռուսաստանի կազմում ճանաչել Ղրիմը, Սևաստոպոլը, Լուգանսկի, Դոնեցկի հանրապետությունները, Խերսոնի եւ Զապորոժիայի մարզերը։ Իսրայելը հաղորդել է Համասի 2 հրամանատարի սպանության մասին, նախորդին էլ հաղորդվել էր, որ սպանվել է Համասի քաղաքական առաջնորդ Սալահ ալ-Բարդավիլը։ Ըստ Ալ Ջազիրայի մարտի 24-ի առավոտյան Գազայի հատվածում Իսրայելի վերսկսած հարվածների հետևանքով 16 մարդ է զոհվել։ Նախորդին Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 3 տասնյակ զոհերի մասին։ Հրթիռը հարվածեց ուղիղ հիվանդանոցի երկրորդ հարկին, հարված ուղիղ տղամարդկանց վիրահատական բլոկին եղավ, ինչպես տեսնում ենք, այն ամբողջովին ավերված է։ Հիվանդների 90%-ին կարողացել ենք ապահով վայր տարհանել, բայց ցավոք զոհեր ու վիրավորներ ունենք։ Նասեր բժշկական համալիրին այսօրվա հարվածը ու դրա շարքից դուրս բերումը հստակ ուղերձ էր Իսրայելի կողմից, ուղղված հենց հիվանդանոցի դեմ։ Կարող եմ ասել, որ սա ամենամեծ բժշկական կենտրոնն է, որ դեռ շարունակում է գործել Գազայում։ Մենք վերսկսել էինք մեր աշխատանքները նախորդ տարվա մայիսին վերակառուցումից հետո։ Երևան վերադառնանք, բողոքի անցած շաբաթվա ակցիայից հետո էլ փոխհատուցման հստակ խոստումներ չստացած վարդաշենցիները այսօր վերադարձել են քաղաքապետարան ու կառավարություն։ Անմարդկային պայմաններում փլուզման ամենօրյա վտանգի տակ ապրող մարդիկ Երևանի քաղաքապետից պահանջում են կատարել նախընտրական խոստումն ու օր առաջ տարհանել իրենց։
Վարդաշենի 6-րդ փողոց 68A եւ 66/1 վթարային շենքերի բնակիչները այսօր դարձյալ քաղաքապետարանի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում, պահանջելով շտապ լուծել իրենց հարցը եւ տարհանել իրենց 4-րդ կարգի վթարային շենքերից։ Նրանք մի քանի ժամով նաեւ փակել էին քաղաքապետարանի դիմացի փողոցը, հստակ ժամկետներ էին պահանջում։ Իրանք գրավոր պատասխան տան, իրանք ինչ ժամկետում են պատրաստվում, մեզ հստակ որոշումը ներկայացնեն, որ ինչ ժամկետում են պատրաստվում, մեզ ընդեղից տարհանել։ Հիմա մենք մեր բողոքի ձայնը սենց ենք բարձրացնում, որ գոնե բարի լինեն, գտնվեն, այնքան մարդ լինեն, մարդ գտնվեն, որ գոնե իշնեն պատասխան տան այսքան մարդուն։ Այո, փողոց ենք փակել, ու չենք իջնելու, ու չենք տեղներից շարժվելու, ու տեղներից թող իջնեն։ Եկել են, նայել են, զզվացել են, հենց հիմա այս պահին շենքի տակով կոյուղի տրբեկը փտելա փշրվել է, այդ կոյուղի ջուրը սենց արվի նման շենքի տակով հոսում է։ Մի հատ աղբի մեքենա է ասնում, մի հատ մեքենա է ասում, շենքը այսպես դղրդում է։ Երևանում 4-րդ կարգի վթարային մոտ 1 տասնյակ շենք կա։ Վարդաշենի 6-րդ փողոցի 68A շենքը եւ նրա կողքինը 66/1-ը դրանց թվում են եւ ենթակա են քանդման։ Բնակիչներն ասում են, քաղաքապետ Ավինյանը նախընտրական շրջանում խոստացել է հարցը լուծել, սակայն մինչ օրս ոչ մի քայլ ձեռնարկված չէ։ Եթե իրանք հələ տարի 8 ամիս անցել ասում են, հələ նոր մշակում ենք, չէ, չկա տենց բան։ Ոնց կարա տարի 8 ամիս, որ պետք է արդեն դուրս եկած լինեինք մենք, հələ մենք դուրս չենք եկել։ Քաղաքապետարանում որոշ ժամանակ անց ընդունեցին վթարային շենքերի բնակիչներից մի քանիսին։ Հանդիպումից վերադարձած բնակիչներն ասացին, քաղաքապետարանը հարցը կառավարության հետ է քննարկում։ Իրանք մեզ տենց են պատասխանում, որ պիտի համբերենք։ Մենք էլ ես ասեցի, չենք համբերում։ Մենք հիմա գնում ենք կառավարություն, մենք նորից մեր ձայնը բարձրացնում ենք այնտեղ։ Համբերեք, տեսնենք կառավարությունը մեզ ինչա պատասխանելու, հա, իրանք դիմել են, ունեն այդ դիմումները եւ հիմա բանը ասում է մոտակա, հստակ ժամկետ չի, բայց երևի թե առաջիկա 2 ամսվա ընթացքում մեզ պատասխան կտան, որ հարցը լուծեն, չէ։ Բնակիչները այսօր նաև կառավարության շենք գնացին եւ այնտեղ էլ դիմում փոխանցեցին։ Հիմա նորից դիմում գրեցինք կառավարությանը, որ տեսնենք ինչ բանի մեջ, ինչ ժամկետներում են մեզ պատասխան տալիս ու իրանք էլ ասեցին, որ գործը ընթացքի մեջ է, քննարկվում են, բայց մենք խնդրել ենք, որ ավելի արագացնեն գործը, որովհետև սպասման չենք ռեժիմ չկա արդեն, էլի, ամեն րոպե կարա այդ շենքերը քանդվի, ամեն րոպե։ Քաղաքապետը մոտ 3 ամիս առաջ ասում էր, որ վթարային այս երկու շենքերի հարցը լուծելու համար անհրաժեշտ է 3.2 միլիարդ դրամ, որը քաղաքային բյուջեն չի կարող փակել։ Կառավարությունը պետք է այդ գումարը գտնի։ Մեկ շաբաթ առաջ ավականու նիստի ժամանակ Ավինյանն արդեն ավելի մեծ գումար էր նշում։ Պայմաններ չի, ուղղակի ժողովուրդը ոնց է։ Իսկ վթարային հանրակացարանների բնակիչները շարունակում են բնակվել խարխուլ եւ փտած շենքում, ամեն վայրկյան վախը սրտներում, որ այն կարող է փուլ գալ։ Հիմա էլ ֆուտբոլային կրքերի մասին։ Երկու պարտություն Վրաստանից, վերջինը ցավալի 6-1 հաշվով։ Ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականի արդեն վաղուց հնչող պահանջը էլ ավելի է ուժ գնացել, իսկ ինչ արեց ֆեդերացիայի նախագահը պարտությունից հետո։ Բավարարվեց ներողությամբ։ 6-1 հաշվով պարտություն Թբիլիսիում, դիմակայության 2 խաղերի արդյունքում 9-1 Վրաստանի օգտին։ Մղձավանջ, զայրացած հայ երկրպագուները հատկապես այս բառով են բնութագրում 3 Թբիլիսիի Դինամո Արենա մարզադաշտում տեղի ունեցածը։ Ցանկանում եմ ներողություն խնդրել հայ երկրպագուներից, հայ ժողովրդից, որովհետև սա իհարկե անընդունելի է։ Խաղի 35-րդ րոպեի դրությամբ Հայաստանի ազգային հավաքականն արդեն պարտվում էր 5-0 հաշվով։ Ավելի քան 30-ամյա պատմության ընթացքում ընտրանին պաշտոնական հանդիպումներում երբեք առաջին խաղակեսում միանգամից 5 գնդակ բաց չէր թողել։ Հավաքականը Թբիլիսիում հակառեկորդ գրանցեց։ Հանդիպումից հետո ընտրանու հոլանդացի գլխավոր մարզիչ Ջոն Վան Սխիպը ներողություն խնդրեց կատարվածի համար։ Unprofessional. Losing the ball. Շատ ոչ պրոֆեսիոնալ էինք, գնդակ էինք կորցնում այն հատվածներում, որտեղ չի կարելի կորցնել։ Բոլորը շոկի մեջ էին, չէին կարողանում արձագանքել։ Shocked and couldn't react.
Արդեն մի քանի ամիս ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը պահանջող երկրպագուներին Թբիլիսյան ծախողումը տարիներ առաջ իտալական Պալերմոյում տեղի ունեցածն հիշեցրել։ 2019-ին Հայաստանի հավաքականը 9-1 հաշվով պարտվեց Իտալիայի ընտրանում։ Երկարուձիգ 6 տարիներով բաժանված իրադարձությունները շատ նմանություններ ունեն։ Հեռանալու պահանջ 2019-ին էլ կար։ Այն ժամանակ ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը հրաժարական տվեց։ Վիճակը, որը ստեղծվեց, այն աննախադեպ հաշվով պարտությունը, որ մենք կրեցինք Իտալիայի հավաքականից, դրա համար պետք է որևէ մեկը այդ պատասխանատվությունը վերցներ իր վրա։ Ֆեդերացիան արդեն ավելի քան 5 տարի ղեկավարող Արմեն Մելիքբեկյանը սակայն գերխոշոր հաշվով պարտությունից հետո միայն ներողամտություն հայցեց։ Հրաժարականի մասին ոչ մի խոսք։ Մենք ներողություն ենք խնդրել հանրությունից այս արդյունքների համար։ Մելիքբեկյանը, որը հավաքականի վերջին հանդիպումներում իր հրաժարականի պահանջը անգամ մարզադաշտերում հենց խաղի ընթացքում է լսում, երեկ հայտարարեց պատրաստ են հաղթահարել դժվարություններն ու հաջորդ հանդիպումներին այլ վիճակում ներկայանալ։ Թե ինչպես են միանգամից փոխելու թիմի խաղի որակը ու լուծելու խնդիրները, այսինքն անելու մի բան, ինչը տևական ժամանակ չի ստացվում, ֆեդերացիայի նախագահը չմանրամասնեց։ Մելիքբեկյանը երեկ Թբիլիսիում էր հետևում հանդիպմանը, կանգնած էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիկունքում։ 2021-ին, երբ վարչապետը կառավարությունում հյուրընկալել էր նրան, ֆեդերացիայի նախագահը շատ բարձր նպատակների մասին էր հայտարարել։ 2025 թվական, այսինքն 22-ին կամ 24-ին այդ նվազագույն խնդիրը կատարել, դուրս գալ աշխարհի կամ Եվրոպա առաջության եզրափակիչ փուլ եւ դա մեր արտացոլված է մեր ռազմավարության մեջ։ Հավաքականը ոչ Եվրոպայի եւ ոչ էլ աշխարհի առաջնություն չհասավ։ Երկրպագուների դժգոհությունն էլ ամեն ծախողված հանդիպումից հետո միայն ահագնանում է։ Ընտրանին իր վերջին 30 խաղերից հաղթել է միայն 6-ում, 19 անգամ պարտվել է, 5 հանդիպում էլ ոչ ոքի է ավարտվել։ Թբիլիսյան իրադարձությունները զուտ ֆուտբոլային հարցերով չեզրափակվեցին։ Հանդիպումից հետո Վրաստանի ընտրանու երկրպագուներ մտան խաղադաշտ ու հայ ֆուտբոլասերների ուղղությամբ տարբեր կողմերից իրեր նետեցին։ Երկրպագուների ֆավ շարժումից տեղեկացնում են, վրացական ֆանակումբը ներողություն է խնդրել մի խումբ երկրպագուների պահվածքի համար։ Դիմակայության առաջին երևանյան հանդիպմանը վրացի բազմաթիվ երկրպագուներ էին ներկա, սակայն նման միջադեպեր չգրանցվեցին։ Ծրագրի ավարտին տեղեկացնեմ, Վաշինգտոնի դատարանում այսօր տեղի կունենա Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի գործով նիստը։ ԱՄՆ գլոբալ մեդիայի գործակալության, ինչպես նաև գործակալության պաշտոնյաներ Քերի Լեյքի եւ Վիկտոր Մորալեսի դեմ դատական հայցում լրատվամիջոցը պահանջել է կանխել կոնգրեսի կողմից ազատությանը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու նրանց փորձերը։ Ռադիոկայանի հիմնավորման մեջ նշել է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում ԱՄՆ սահմանադրությունը, որը կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ։ Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանը 1953-ին հիմնադրված անկախ մեդիա կազմակերպություն է, որը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կոնգրեսի կողմից։ Ազատ Եվրոպա ազատություն ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը հայտարարել է, որ դրամաշնորհի համաձայնության չեղարկումը հսկայական նվեր կլիներ Ամերիկայի թշնամիների համար։ Սա մեջբերում էր։ Եթերում Ազատություն TV-ն է։ Այս թողարկման համար այսքանը։ Լուրերը թարմացվում են ազատություն.am կայքում, մեզ հետևեք սոցցանցերում, դիտեք YouTube-ով, կաբելային ալիքներով։ Հաջողություն։